Ողջունում եմ բոլորին, հայր ջան, ուսամ լավ եք։ Այսօր կուզենայի խոսել ինչ է ուզում ընդդիմություն հասկացողությունը, թե ինչ միջոցների է դիմում, ինչ միջոցների է պատրաստ դիմել, որ թե իր թալանածը, թե իրենց դիրքը որպես ընդդիմություն պահպանի։ Ուզում եմ բոլորս միած շատ լավ գիտակցեք մի փաստ, ժողովուրդ ջան, Վրաստանում էլ եղավ հեղափոխություն, եղավ պատերազմ, կորցրեցին վրացիք տարածքներ եւ ըստ ինձ, ես ոչ մի փաստացի սենց ասած բան չեմ անում, այն ինչը որ տեսնում եմ, հա, ղեկավարությանը Սաակաշվիլիին, ասենք, գժիտեղ դրեցին, գժանոց տարան, բանտ նստացրեցին ու ըստ ինձ այսօրվա դրությամբ էլի կառավարում է Ռուսաստանը Վրաստանը։ Նույնը դեռ պրոցեսի մեջ է Ուկրաինայի հարցում, որը որ էլի կարա պատերազմը վերջանա, ղեկավարությանը փոխեն, էլի իրանց հա կառավարումը վերադառնա Վրաստան եւ էլի իրանց ուզած ձևով այդ երկիրը կառավարեն։ Հիմա նույն process-ը մեր մոտ է լինում։ Իհարկե կխոսամ ես հեսա ներքին ընդդիմության մասին, բայց առաջնային պետք է հասկանանք այն ամենամեծ չարիքը մեր երկրի դա Ռուսաստանի ղեկավարությունն է, մեր Հայաստանի համար։ Ճիշտ է, մենք շատ բաներով են կապված եղել, կախված եղել Ռուսաստանի հետ, բայց ուզում եմ բոլորդ քաշ գիտակցեք, ինչքան էլ Հայաստանը փոքր երկիր լինի, ինչքան էլ Հայաստանը ռեսուրսներ չունենա, հանքեր, նավթեր, գազեր կամ չգիտեմ տարբեր տեսմաներ, Հայաստանը բայց մի հատ խոսք կա, որ տարբեր ատյաններում, տարբեր հարթակներում, որը որ կարա ձայն հանի, ձայն բարձրացնի եւ իշա Ռուսաստանի գործի։ Ըստ ինձ էլի դա այդ պայմանն է Ռուսաստանի եւ իհարկե չթողի զարգանա մի երկիր նախկին ԽՍՀՄ երկրներից, որը որ իր ժողովուրդն է շատ լավ կտեսնի, կգիտակցի, կասի, այս ոնց է ասենք, մեր ԽՍՀՄ երկրից անդամներից, ասենք, սենց լավ զարգանում բարգավաճում է, չունենալու ոչ մի ռեսուրս, կոպիտ ասած, եթե ունի էլ շատ փոքր ինչ-որ բան, բայց մեր երկիրը ունի ամեն ինչ, համարվում է ամենահզորը X ձևով ասած, թե ռեսուրսներով, թե տարածքներով, բայց սենց մի հատ հետույքային կներեք խոսքիս համար երկիր է, իրավիճակա պայմաններա քաղաքացիների համար, իհարկե ոչ ղեկավարության կազմի համար։ Իսկ ինչ է ուզում ներքին ընդդիմություն հասկացողությունը։ Հայր ջան, տեսեք, 21 թվականին պատերազմից հետո, երբ որ հայտարարվեց նոր ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, իրան կարողացան այդ ֆոնի տակ, այսպես ասեմ, հա, այդ շատ մարդիկ դեռ ուշքի չէին եկել պատերազմի իրավիճակի այդ ընդհանուր process-ից, կարողացան մի որոշ քանակի ձայն հավաքել, շատ-շատերը իհարկե չգնացին էլ ընտրությանը չմասնակցեցին, բայց կարողացան մի չնչին ձայն հավաքել եւ լինել ընդդիմություն։ Իսկ 26 թվականին իրանք շատ լավ գիտակցում են, որ այդ ձայնն էլ չեն հավաքի։ Այսքան բարեփոխումների, թե արտաքին, թե ներքին բարեփոխումների, թե այսքան գործերի առումով, որ արվում է երկրում, իրանք շատ լավ գիտակցում են, որ այդ ձայնն էլ չեն հավաքելու, ինչքան էլ իրանց ռեսուրսները, բարեկամները, հարազատները, ընկերները շատ լնեն, հա, քանի հազար կարան լնեն, ընդհանուր սաղ իրարով հավաքվեն, բայց իրանք շատ լավ գիտակցում են, եւ կորցնում են ընդդիմության դիրքը, եւ
գնալով իրանց թալանացը կամանց ըստ ինձ իհարկե շատ կամանց ըստ ինձ իհարկե որոնք որ պետքա լինեին մի այն վերևի գլուխները այսօր բանտում նստած բայց ամենայն դեպս ոնց ասում են այն ունենք ինչ ունենք կամանց են գնում բայց գնում են կարևորը այս ամբողջ ընդդիմության ողբը այս ամբողջ ընդդիմության ցանկությունը ես ես էլի եմ ասել ովքեր որ չեն լսել եւս մեկ անգամ կրկնեմ ընդդիմությունը եւ Ռուսաստանը համոզված եմ իրանք երազում են որ էլի լարվածություն լինի սահմանում էլի վատը լինի ձախողումներ լինի այս ներկա իշխանության կողմից որ իրանք կարողանան աճոկներ հավաքել եւ կարողանան վերադառնալ իշխանություն իրանց ամբողջ պատմությունը սա է հայր ջան եւ դե չմոռանանք մեր ոնց է Գառնիկի ընկերոջ անունը Սրբազան հա իհարկե մեղք է այդ terroristին Սրբազան կոչելը բայց անունը մոռացա անկեղծ եմ ասում այս 2 օր որ ինչ արդեն բռնել են տենում եք ինչ հեշտ անունը մոռացվում հա կներեք իհարկե բայց դե անկեղծ չեմ հիշում անունը չնայած բազմիցս իմ էջերում նշել եմ իր անունը բայց ոչ եմ terrorist դերերը սենց ասենք ինչեր էին ուզում անել մեր երկրի գլխին լավ այր ջան երկար չկապեմ լավ եղեք զգոն եղեք կարևորը տեսեք թե այն ունենք ինչ ունենք մենք էլի մեր ընդդիմության կոչվածը ինչերի են պատրաստ ես էլի եմ ասում կգա ժամանակ արդեն սկսում են թե երկիշների թե դերասաններին թե լարվածություն սահմանին թե ֆիլմեր հաղորդումներ սարքելով լրատվական է terroristական մի terroristական խումբել terrorist գիտեք ոնց այնպես չի որ այն մարդնա ով որ պատրաստում է ինչ որ մի բան պայթեցնի կամ սպանի terroristը նաև այնա ըստ ինձ որ ի վնաս իր երկրին կարա շատ ասենք բաներ անի օրինակ սխալ ինֆորմացիա տարածի եւ տարբեր այդպես վատ բաներ որը որ պակասը չունենք լրատվականի որոնք որ աշխատում են մենակ ընդդիմության պատվերի համար ոչ մեկ այդ ընդդիմության լրատվականը չլուսաբանես չխոսած են զենքերի նարկոտիկների մասով որ հայտնաբերվեց Սրբազան կոչվածի Բագրատ կներ անունը հիշեցի Բագրատի մոտ չեմ ուզում անկեղծ չեմ ուզում այդ Սրբազան բառը այդ մարդու հետ կապեմ որովհետև բացարձակ իր հայրիկի Գարեգին բայի Կտրիշ Ներսիսյանի հետ միասին իրանք եկեղեցու հետ բացարձակ ոչ մի կապ չունի լավ եղեք հայր ջան զգոն եղեք որ ասեմ ամեն ինչ իդեալական է իհարկե չի կարա ըլնի այդ մի հատ հրաշք չգիտեմ պետքա հեքիաթ ըլներ որ միանգամից ամեն ինչ շատ լավ ըլներ բայց կամաց այն որ այդում ենք դեպի կառուցողական կայուն երկիր ունենալու անկախ երկիր ունենալու ես դրանում հավատում եմ ես դրանում աջակցում եմ ես դրանում իմ կուսակցության կողքին եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ լավ եղեք հաջողություն